Սիրելիներ, նախքան քարոզին անցնելը ուզում եմ փառք տալ Աստծուն, որ այսօր այստեղ միասնաբար աղոթակից ենք։ Եվ երկրորդ ամենքիդ փոխանցում եմ Միքայել arczepiskopos Աջապահյանի օրհնությունները, որ մի քանի օր առաջ հեռախոսազրույց ունեցանք եւ խնդրեցինք օրհնություն այստեղ պատարակելու։ Ուրեմն ակնկալում եմ ամենքիդ աղոթների զորակցությունը մեր սիրելի Սրբազան հորը եւ Աստծո օժանդակությունն ու օգնությունը այս փորձությունը հաղթահարելու համար։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվոյն Սրբո ամեն։ Ամեն, ամեն ասեմ ձեզ, զի այդ տառապյալ այրին ավելի շատ էարք, քան զամենայն մեծատունս։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ տառապյալ այրին ավելի շատ գցեց, քան մյուս հարուստները։ Սիրելիներ, օրվա ավետարանը մեզ ներկայացնում է մի շատ հրաշալի դրվագ, երբ Հիսուս Քրիստոս տաճարի մեջ կանգնած մեկուսի դիտում էր ժողովրդին, թե ինչպես էին մտնում տաճար եւ նաեւ թե ինչպես էին իրենց տուրքը նետում տաճարում գտնվող տարբեր գանձանակների մեջ։ Ուրեմն երևակայել կարելի է, թե ինչպես էր այդ տեսարանը ստեղծվում։ Երբ որ փորձենք մտովի պատկերացնել, ապա կհասկանանք, մտնում էին մարդիկ, մեծահարուստներ, իրենց ծանր կշռող դրամները նետում գանձանակի մեջ, բնականաբար ավելի մեծ աղմուկ էր հանում այդ եւ փառք որոնող հայացքով փորձում էին գրավել շրջապատի մարդկանց ապշահար հայացքները։ Այդ մարդկանց համակրանքը երբեք չարժանացավ Քրիստոսին, նրանց մասին շատ կարճ եղավ Տիրոջ ակնարկը ասելով. այդ իսկ էր իրենց վարձքը։ Եվ ահա գալիս է մի տառապյալ այրի, չքավոր մի կին, եւ իր վերջին երկու լուման է նետում գանձանակի մեջ, շատ զգուշությամբ, շատ գաղտնի, առանց ուշադրություն գրավելու եւ իրոք, ով էր ինքը, որ կարողանար ուշադրության արժանանար։ Սակայն ի տարբերություն մարդկանց անտարբերության Քրիստոս կանչում է իր առաքյալներին եւ ասում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս տառապյալ այրին ավելի շատ նետեց գանձանակի մեջ, քան մյուս մեծահարուստները, որովհետեւ նրանք իրենց ավելացածից տվեցին, իսկ այս կինը տվեց այն, ինչ որ ուներ, գոյիվ չափ ըսկյանս յուր, իր կյանքը պայմանավորող վերջին նաքարակիտը, տվեց առանց սակարկումի, առանց մտածումի, առանց ակնկալիքի, տաճարի հանդեպ, Տիրոջ հանդեպ ունեցած անպարագիծ սիրով, եւ դրա համար էլ արժանացավ Քրիստոսի ուշադրությանը։ Սիրելիներ, ավետարանական այս պատումը մի քանի երեսներ ունի, որ պետք է միասնաբար անդրադառնանք եւ հասկանանք, թե ինչ է փոխանցում այսօր մեզ ավետարանական այս հրաշալի պատումը, այլ կերպ ասած, ինչ է ուսուցանում մեզ այսօր այրիկինը իր շատ հայտնի երկու լումայով։ Հասարակական կյանքում դիտած սիրելիներ, գանձանակը այլ բան չէ, քան մեր պատմությունը, եւ գանձանակի առջևից անցել են բազում սերունդներ եւ իրենց տուրքն են նետել այդ գանձանակի մեջ, ու երբ որ փորձենք մտովի վերհիշել մեր ազգի պատմությունը, մենք կտեսնենք ու կհասկանանք,
բայց նաև ու մանավանդ կարձանագրենք, թե ինչպիսի մարդիկ են անցել մեր գանձանակի առջևից և ինչպիսի ընծաներ են նետել այնտեղ։ Եվ իրոք, երբ որ փորձում ենք մտովի պատկերացնել, մեր մտապատկերի առջև գալիս է մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որ իր արդյունքն է դրել այդ գանձանակի մեջ, որպես անսպար ձետ մեր հավատքի կանթեղին, որ զետեղված է Արագածի կատարին։ Մեսրոպ Մաշտոց վարդապետը, սիրելիներ, իր գիրն է դրել այդ գանձանակի մեջ, որպես մեր ինքնության գրավական։ Ղևոնդ երեցը իր թերևս կոտրված խաչն է դրել այնտեղ, որպես հավատքի պահպանություն, և վստահաբար նրա կողքին Վարդան Մամիկոնյանը իր այրոնոտված սուրն է դրել, որպես ազգապաշտպանության գրավական։ Մովսես Խորենացին իր մատյանն է դրել այնտեղ, որպես մեր պատմության խորհրդանիշ։ Նարեկացին իր աղոթն է դրել, որպես մեր ինքնության գրավական։ Շնորհալին իր շարականն է դրել, որպես մեր մշակույթի մեծագույն գոհար։ Տաթևացին իր գրքերն է դրել այդ գանձանակի մեջ, որպես մեր հավատքի նախանձախնդրության վկայություն։ Անցել են բազում նահատակներ, իրենց այրունն են դրել այնտեղ, անցել են ճարտարապետներ, այնտեղ դրել են խաչքարեր ու վանքեր, անցել են բազում նկարիչներ, այնտեղ դրել են կտավներ, և հակառակ նետված Տուրքի ակնհայտ այլազանության, մեկ բան ընդհանուր է մեր պատմության մեջ, ասել է թե հայոց գանձանակի մեջ, նրանք դրեցին այն, ինչ որ ունեին, ինչպես այրիկինը, տվեց այն, ինչ որ ուներ։ Իսկ հիմա հերթը մերն է, որ անցնում ենք այդ գանձանակի առջևից, և այլ կերպ ասած, հիմա մեր Տուրքի տալու ժամանակն է, սիրելիներ։ Ինչ ունենք տալու Աստծուն և մեր պատմությանը։ Կարող ենք իրավահաջորդը լինել մեր նախնիների, ովքեր այդ հսկա ժառանգությունը դրեցին գանձանակի մեջ ու մեզ կտակեցին հարուստ մշակույթ, որ այսօր յուրաքանչյուր հայ արդարացիորեն ուրախանում է, նաև պարծենում այդ մշակույթով։ Ուրեմն այրիկինը այսօր մեզ փոխանցում է հետևյալ պատգամը, որ երբեք չլինենք այդ մշակույթի սպառողը, այլ լինենք այն ավելացնողը։ Չլինենք այն ժողովուրդը կամ այն սերունդը, որի միջոցով գանձանակի Տուրքի ընծայաբերումը կընդհատվի, այլ լինենք այն սերունդը, որ այդ գանձանակը հայոց պատմությունը կավելացնի իր նվիրումով։ Ավել բան չունենք տալու, քան մեր անկեղծ հավատքը և մեր կյանքը, ինչը որ տարիներ շարունակ, տարբեր դարերում, ցավոք նաև վերջերս, ապացուցեցին մեր հերոսներն ու նահատակները։ Հաջորդ կարևոր կետը այս պատումի մեջ այն է, սիրելիներ, որ նեղ իմաստով այդ գանձանակը եկեղեցին է, ու մենք երբ որ մտնում ենք այնտեղ, մենք ինչ ունենք տալու այն, արդյոք այդ գանձանակի մեջ դնում ենք ապաշխարության արդյունք, թե հպարտության գոհունակ ժպիտ, արդյոք այդ գանձանակի մեջ դնում ենք անկեղծ աղոթք, թե դնում ենք ձևականություն, փարիսեցիություն։ Այսօրվա պատումը այրիկինը նաև սա է փոխանցում մեզ, որ չլինենք կեղծավոր, լինենք անկեղծ, լինենք նվիրված, ու մեկ բան վստահ լինենք, որ Աստված ոչ թե տվածի չափին է նայում, այլ տվողի սրտին է նայում։ Աստծու համար չափը նշանակություն չունի, այլ թե ինչպես է սիրտը թելադրում ձեռքին
այդ ընծան տալու համար։ Եվ իմանանք, ինչ որ այսօր չունենք, վաղը լինելու է մյուս օրն իսկ անհետանալու համար։ Ուրեմն նյութական որևէ բան հավերժ չէ այս կյանքում մեզ համար, ինչպես որ մենք հավերժ չենք այս կյանքում, բայց հավերժ է մեր ընծան, որ պետք է թողենք այս պատմության մեջ, ինչպես թողեցին մեր նախնիները և դրանով իսկ անմահացան։ Բոլորից շատ հայտնի դերասան Չարլի Չապլինը մի շատ հայտնի նամակ ունի իր աղջկան գրված, Ջերալդինային, որտեղ ասում է. հիշիր, յուրաքանչյուր 2 սենտ ծախսելուց հետո երրորդը քոնը չէ, փողոցի մուրացկանինն է, որ կանգնած սրտին և քաղցի դեմ պայքարում ակնկալում է օգնություն, իսկ Աստված Սուրբ Հայրերի միջոցով մեզ խրատում է ասելով. երբ որ Աստված ձեզ, ձեր ակնկալածից, ձեր խնդրածից ավելին է տվել, ոչ թե պարիսպները բարձրացրեք ձեր տան, այլ սեղանը երկարացրեք, որովհետև մարդու արժեքը իր ունեցածի մեջ չէ, մարդու արժեքը իր տվածի մեջ է։ Վստահաբար, եթե մարդը շնորհք ունի երգելու, գրելու, նկարելու և չի անում, ում է պետք այն, իսկ երբ որ տալիս է, նա է, որ մնում է։ Սփյուռքահայ գրող Հակոբ Օշականը իր շատ հայտնի հաշվեհարդար բանաստեղծության մեջ վերոնշյալ միտքը գեղագիտական հանգավորումով ներկայացնում է մեզ ասելով. հաշվեհարդար, ինչ մնաց, կյանքեն ինձի ինչ մնաց, ինչ որ տվի ուրիշին, տարօրինակ, այդ միայն, ինչ որ տարավ սերն ինձ մե, չկորսունցույց զայն Աստված, տվավ ինձ ետ ուրավ, կյանքս անով միշտ բուրյան, և իրոք, ինչ որ տալիս ենք սիրով, Աստված այն չի կորցնում, վերադարձնում է մեզ ավելիով, ու որպես քրիստոնյա այսօրվա պատումը մեզ սովորացնում է. ձեր կյանքը ապրեք այնպես, որ այն վերադառնա ձեզ, ձեր նմանին երջանկացնելուց հետո միայն։ Ուրեմն սիրելիներ, այս մտածումներով գոտեպնդված միասնաբար աղոթենք, որ Աստված մեզ իմաստություն տա, Աստված մեզ նախանձախնդրություն տա, որպեսզի այս ժամանակավոր կյանքում ժամանակավոր հնարավորությունները ճիշտ օգտագործենք և արժանանանք ոչ թե այն մեծահարուստներին, այլ արժանանանք այրի կնոջ գովասանքին, ում նկատեց Քրիստոս, սրանից 2000 տարի առաջ մարմնապես գտնվելով Երուսաղեմի տաճարում և դրանից 2000 տարի հետո հոգեպես ներկա գտնվելով այս տաճարում։ Շնորհք, սեր և խաղաղություն եղեցին ընձեզ, ընդ ամենեսյանս, ամեն։